Համեղությունների, ես եմ շատ սովորած, համեղությունների պահն է հասունացել, որովհետև մեր գործընկեր Անուշը հիմա արդեն խոհանոցային հատվածում է եւ մեզ համար պատրաստելու է շատ համեղ ինչ Անուշ, բարի լույս։ Բարի լույս իրելի գործընկերներ, պատրաստելու ենք կանաչ լոբով աղցան։ Սիրում եք կանաչ լոբ։ Շատ։ Ես ասում եմ, որ Անուշը այստեղ իդեալական է սկսվում արդեն առավոտը։ Դու ես սիրում կանաչ լոբ։ Շատ։ Հատկապես որ հիմա ունենք հնարավորություն Թարմ, նոր հենց խաշած, նոր է սառել եւ մենք կպատրաստենք սառը մատուցման աղցան, որը որ իհարկե մենք օրինակ տապակելու ժամանակ էլի լոլիկով տապակում ենք, ավելացնում ենք հավկիտ, չենք տապակում, այս անգամ բայց շատ հետաքրքիր, շատ համեղ թանձրուկով ենք պատրաստելու, վստահ եմ դուր կգածես, որովհետեւ օգտագործելու ենք բալզամիկ քացախ եւ բալզամիկ կրեմ, ինձ թվում է արդեն Պարզ է, չէ, որ համեղ կլինի։ Եվ նարինջով եւ կիտրոնով հյութ կպատրաստենք ու այդ թանձրուկով եւ շատ առատ կանաչիով բնական է, որ համեղ աղցան կստանանք։ Հասարակ բաղադրիչներ, բայց համեղ աղցան։ Հիմա լոբին դնենք աղցանի ափսեի մեջ։ Այո, շատ քիչ աղով խաշել է, մենք հիմա համեմունքներ այստեղ կավելացնենք։ Երբ որ բալզամիկը, կիտրոնը եւ նարինջը հանդիպում են, այո, շատ լավ դա շատ համեղ է։ Գնում են կանաչ լոբու ծնունդին։ Նրանց բռնում է Անուշը եւ աղցան է պատրաստում։ Եկեք լի մի հատ մտեք տարայի մեջ։ Եւ վերջ։ Անուշ բաղադրատոմսը քոնն է, թե Ես տեսել եմ Եվ որոշ բաներ ավելացրել, պակասեցրել էստեղ։ Դե ուրեմն քոնն է։ Նարինջն եմ ավելացրել, այո։ Եվ մենք այստեղ ասեմ, որ կարող եք ուղղակի նռան դոշապ օգտագործել, շատ շատերը, ովքեր որ տանը ունեն նռան դոշապ, թող դոշապով փորձեն։ Շատ համեղ է։ Հիմա լոլիկ, մեզ պետք է կիտրոն, նարինջ, սոխ եւ սխտոր, բայց մենք սոխը եւ սխտորը պարզապես մեծ կկտրենք, որպեսզի համը լավ փոխանցվի, ուտելու ժամանակ ով չի ցանկանա կարող է դնել առանձնացնել։ Այո, մենք ինչու չեն ուտում։ Առավոտյան առհասարակ նորմալ է, ես նորմալ եմ նայում։ Եթե Մի այդպեսի խեղճուկ դեմք ընդուներ սխտորը։ Հիմա մենք ուղղակի վաղ առավոտյան շատ ախորժելի է, շատ օգտակար է, շատ պարտադիր է։ Եվ շատ լավ հոտ է գալիս նաև սխտորից։ Այդտեղ այդքան էլ համաձայն չեմ ուղղակի։ Ոնց կարող է սխտորից լավ հոտ գալ։ Լավ հոտ է գալիս։ Իրականում սխտորը շատ անփոխարինելի։ Ես չի գա աշխատանքի։ Անփոխարինելի է։ Առհասարակ սխտորը լոբու, դդմիկի, սմբուկի հետ իհարկե անփոխարինելի համեմունք է, բայց մենք այս անգամ չենք ճզմի ուղղակի շատ լավ տարբերակ ես ընտրել Անուշ, կավելացնենք եւ համը կփոխանցի։ Անուշ, հիշում ես, որ մի քանի օր առաջ ծնեբեկով շատ համեղ Եթե շատ համեղ էր ծնե։ Մեկ անգամ սարքիր էլի ծնեբեկով մի համեղ ուտել։ Պատրաստեմ։ Ինչ էր պատրաստել։ Քանի դեռ սեզոնն է։ Հա, չէ։ Հա, բայց կհիշացնեք ինչ է։ Համեղ էր, բայց չեմ հիշում։ Դե ասա Միկա։ Ծնեբեկ է, բայց ծնեբեկն է ամենակարևորը։ Ծնեբեկ էր, հետո ծնեբեկ, չէ, բրինձ չէր, ինչ կար։ Կարտոֆիլներ պարմեզանով։ Այ Հա? Չէ։ Դա ես հիշել, չէ։ Ծնեբեկը մի փոքր տապակեցինք, բայց ինչի հետ մատուցեցինք, չեմ կարողանում հիշել։ Հիմա ես չեմ հիշում, տարբեր անգամներ պատրաստել եմ, դու որ մեկն ես ասում, ես որովհետև ամեն օր տարբեր բաղադրատոմսեր է սա մեզ առաջարկում։ Հաստատ չեմ հիշում։ Մեկը մեկից համեղ, Հետո հիշեք, որ գնում եմ տանել եմ, չէ՞ պատրաստում։ Դրա համար հիմա չեմ հիշի, տան պատրաստած ծնեբեկը էս տեղին է։ Բայց իրականում շատ համեղ է, ինչպես էլ պատրաստի։ Կարակով միայն դասական ձևով պատրաստես, արդեն համեղ է։ Իդեպ բալզամիկ քացախը հիմա լոբու վրա որ ավելացնելու եմ, հիշեցի մենք Դիլիջանում Մելինեի մոտ հյուր էինք գնացել ավանդական խոհանոցի ձևաչափով նկարեցինք ինչպես է սինդրիկը համեմում նոր ձևով եւ բալզամիկ քացախով, բալզամիկ կրեմով թանձրուկ պատրաստեց եւ սինդրիկը դրեց շատ համեղ էր եւ բոված քունջութով։ Հիասքանչ համ ուներ։
Ես որ իրականում շատ չեմ սիրում սինդրիկ, այդ ձևով շատ համեղ էր եւ իրոք տարբերվող էր։ Ես հիշում եմ, որ ծնեբեկը կտրտած էր։ Կտրտած, բայց ինչի հետ մատուցեց Անուշը։ Հիմա ես ինչ եղավ այնտեղ։ ինձ էլ շատ հետաքրքիր է։ Չես հիշում։ Չեք հիշում։ Պետք է գնալ նայել։ Դու էլ գնացիր ծնեբեկը բերեցիր։ Երևանն էլ այդ օրը չէր եկել գործի։ Արցակուրտի էր, արցակուրտի մեջ էր։ Երևանն այդտեղ էր։ Դու հիշում ես Երևան։ Երկար էր ծնեբեկը։ Բա ինչ էր հետը։ Անուշը դու էլ հիշում ես, ես էլ հարցրեցի, ասեցի Անուշ, բայց ինչի այդքան թանկ ծնեբեկը, այդ օրն էր, որ մենք խոսում ենք, ընդհանրապես ամբողջ հետերը։ Ես հիշում եմ, որ մենք խոսում ենք, բայց ծնեբեկի մասին էր այդ օրը։ Բայց չեմ հիշի, թե կոնկրետ որն ենք պատրաստել, որովհետև մենք կրեմով Այ որ նա այսօր գործի լիներ կասեր։ Մեր այսօր ընկերնացը։ Նույնինքը Էդգարը։ մենք հաջորդ անգամ կպատրաստենք եւ կվերհիշենք ձեր եթերը երբ կլինի միասին, ես այդ օրը նորից կպատրաստեմ, խոստանում եմ։ Եվ կնայենք տեսանյութը մանրամասն կհիշենք։ Երբ ես դու աշխատանքի։ Արի դասավորենք վաղը գանք աշխատանքի ծնեբեկի Գերեն համար։ ասենք չեք գալի։ Անուշ դու վաղը գալու ես խոհանոցում։ Վաղը այո, մենք հյուր ունենք խոհանոցում, բայց վաղը ծնեբեք չենք պատրաստելու։ Եկեք հաջորդ շաբաթ։ Հաջորդ շաբաթ։ Կամ էլ կիմանանք երբ է ծնեբեկը զարկելու, ծնեբեկը, կգանք, կապ չունի մենք գործի կլինենք, գործի չենք լինի։ Կիմանանք երբ է զարկելու կգանք։ Ծիծաղելու կլինի ծնեբեկի համար գանք։ Հիմա ասեմ, որ ինչպես սխտորն է լոբու համար անբաժանելի, ինձ թվում է իմ համար այդպես Սամիթը, Համեմը եւ Ռեհանն է։ Ինչ կասեք։ Ինձ համար ավելի շատ Սամիթը։ Բայց Ռեհանի Համն էլ է շատ հետաքրքիր։ Ռեհանը չի քննարկում, Ռեհանը ամեն ինչ հետ համեղ է։ Բայց գիտեք, մի բան էլ պետք է հենց այս բանին անենք։ Մինչև Անուշը շատ գեղեցիկ կտրատում է, կանաչին է կտրատում։ Մինչև Անուշը շատ գեղեցիկ կանաչին է կտրում, մենք փոքրիկ գովազդային դադար կունենանք սիրելիներս, որ այստեղ կվերադառնանք ու կշարունակենք։ Վերադարձանք, հիշեցինք, թե Անուշը Հիմա ասենք, թե չասենք։ տապակած կարտոֆիլի հետ Պարմեզան պանրով Անուշը մատուցեց Ծնեբեկը։ Մենք Գեղեցիկ վերջապես ծնեբեք։ Բայց արի ուտես Երևանը արցակուրտի չի եղել, արցակուրտի մեջ է, Երևանը մեզ Այս ասեց, դատարը մեզ շատ բան ոնց էր, հիշեց։ ու մեր շատ սելի էր աչը։ Ծնեբեկը տապակած կարտոֆիլով եւ Բայց այսօրվա թեման լոբով Քեզ աղցան։ լոգոն անտեսում ենք։ Ընկել ենք Ծնեբեկի հետևից։ Եկեք չանտեսենք, լոբին նույնպես շատ օգտակար է Շատ համեղ է, եւ շատ անհրաժեշտ է, բայց մի տեսակ վերջին տարիներին մի կողմ էր մղվել, իսկ հիմա կարծում եմ նորից արդիականացվել է, որովհետեւ բլոգերները ընդհանրապես շատ հետաքրքիր ձևերով են սկսել մատուցել եւ ասեմ, որ եթե դուք նկատեցիք, օրինակ լոբին ես այլ ձևով եմ կտրտել, մեջտեղից այսպես կիսել եմ մեր ավանդական մայրիկները ինչպես են մեր ավանդական ձևով այսպես ուղակի կոտրատում էին մի քանի 3-2 մասի, այսպես դնում։ Իսկ հիմա ուղակի կտրել ենք մեջտեղից, այսպեսի տեսք է ստացել, ինձ դուր եկավ։ Այ համացանցում երբ տեսա, ինձ դուր եկավ եւ որոշեցի այս անգամ այսպես անել ու կարծում եմ հետաքրքիր ձև է։ Ես լոբու հետ կապված մի բան էլ գիտեմ, կարող եմ հարցնել։ Այո, ասա։ Լավ գիտեմ։ Իսկ լոբին թելով էր, թե չէ։ Ոչ։ Նաև ասում են խեղտող լոբի, չէ՞, ինչ-որ այդպեսի բան։ Խեղտող Խեղտող չեմ լսել, ոչ։ Չէ, Չէ, դա լոբին չէ, բայց Թելովը լավ չի, չէ։ թելովը լավ չի, ես կոպիտ։ Որտեվ մայրս երբ որ ուղարկում էր շուկաս, մեր թելով լոբի Այո, այո, միշտ այդպես ստուգում են, չէ։ Հիմա ոնց իմանամ թելովը։ Պետք է ստուգես, նույն րոպեին պետք է կողքից մաքրես եւ անմիջապես տեսնում ես, եթե թելով է, ուրեմն թելը կգնա։ Մտեղ, ուրեմն թելով է։ Այո, իսկ եթե մի անգամից կոտրվում է ու թել չի հայտնվում Ուրեմն կողքերին, թարմ է։ եզրերին, ուրեմն այո, թարմ է։ Մատղաշ ինչպես։ Մատղաշ, այո։ Հիմա առատ կանաչի ենք ավելացնելու, շատ առատ, եւ սկսենք պատրաստել մեր թանձրուկը։ Կամ անմիջապես ինչ որ ունենք, բոլորը ավելացնում ենք աղցանի վրա։ Իրականում թվում է, թե շատ հեշտ, արագ պատրաստվող ամենակարևորը եւ շատ հասարակ բաղադրիչներից ստանալու ենք շատ հետաքրքիր համեղ աղցան։ Այնպես որ կարծում եմ կարող ենք նաեւ լոբին մի քիչ ոչ ավանդական ձևով, այսպիսի հետաքրքիր ձևով համեմել ու
Մատուցել։ Ինչքան տարբեր ձևեր կան, չէ։ Նույն բանջարեղենը կարելի է տարբեր ձև համտեսել ու նույն բանջարեղենը այդ տարբեր ձևերի մեջ կերպարանա փոխվում է կարծես։ Այո։ Այո։ Դե այսքան կանաչի հետ, միայն լոլիկն էլ որ լիներ, պատկերացնում եմ ինչքան համեղ կլիներ։ Հիմա մի փոքր ցիթապտղի յուղ ավելացնենք։ Բալզամիկ քացախ։ Հիշենք, որ կարող ենք նաև նռանդոշապ ավելացնել այստեղ եւ կհամեմենք սև պղպեղով։ Իսկ նարինջի հյութը չենք։ Անպայման։ Իսկ դա այն կծու սև պղպեղն է։ Այո, կծու սև պղպեղն է, դրա համար կծու սիրում շատ ես, ավելացնեմ, թե շատ։ կծու սիրում եք, չէ։ Առատ ավելացնեմ։ Կծու ավելացնի, Ժողովուրդ, կծու ավելացնի։ կծու ավելացնի։ Ես արդեն Այս ավելացրի։ ճաշակի։ Մենք դեմ չենք լավ։ Եվ մի փոքր, որովհետև արդեն եփելու ժամանակ Ես ավելացրի։ գիտեմ մեր համեմունքները որտեղ ինչա դրած։ Արդեն այնքան ենք ստեղից դիտել, որ համեմունքներն էլ գիտենք, որ այդ դա կծուների այն մեկը քաղցրը։ Որ ինչ ախորժելի տեսք ունի, չէ։ Շատ։ Մի քիչ մի փոքր մի 5 րոպե էլ եթե մնա պատկերացնում եք, չէ, ինչ կլինի։ Հիմա այդ սխտորը որ մեջն է, ես Ինայի հետ փորձի եմ։ Բա Լյուդվիգը Հարությունյան չի նեղանա, որ սխտորի հոտ գա։ Չէ, չեն նեղանա։ Ես նկատեցիք չեմ ճզմել, չեմ կտրտել, մեծ 4 մասի բաժանեցի, ուղղակի ավելացրեցի, համը կտա եւ սխտորը կհանեմ։ Հիմա կիտրոնը կտրենք, հյութը քամենք։ Եվ կավելացնենք նաև նարնջի հյութը։ Ինչ անհամբեր հետ։ Նարինջը քաղցր է։ Սողված աչքերով։ Քանի որ նարինջը քաղցր է, քաղցրություն կհաղորդի եւ կիտրոնը թթվաշություն, պատկերացրեցիք, չէ՞, ինչ համեր են այստեղ լինում։ Իսկ կարելի է պղպեղել ավելացնել այս աղցանի մեջ, թե ոչ։ Թարմ պղպեղ։ Դեղին կանաչ։ Իդեպ շատ լավ, շատ հետաքրքիր բան ասացիր, այո։ Շատ հանգիստ կարելի է ավելացնել։ Կարող ենք մի թեթև նույնիսկ տապակել, շատ քիչ, մի թեթև, որ այո։ Շատ թեթև, որ ալդենտե, ինչպես ասում են։ Ադենտե։ Ալդենտե, այսինքն ոչ շատ պինդ, ոչ Պիկոլո։ Ալդենտե։ Դա որն է։ Փոքրիկ։ Իսկ գիտես ինչի հիշեցի պղպեղին։ Որտեղ դու ասել ես, որ պղպեղի մեջ ավելի շատ վիտամին C կա, քան նարնջի կամ կիտրոնի։ Շատ ճիշտ Հիմա է։ այդտեղ վիտամին C-եր տեսա, դրա համար հիշեցի պղպեղին։ Ինչ լավ է, որ հիշում ես։ Դες ես մոռացել էի, որ պղպեղի հետ կարող են այդ համեմատությունն անել։ Վաղուց չէի ասել։ Այդ է մի Վարդեր։ հիշողություն եմ։ Հիմա մենք որտեղ ենք։ Ահա։ Մեզ մնում է մի լավ խառնել։ Մատուցենք։ Իսկ գիտեք ինչի Լյուդվիգ Հարությունյանին հիշեցի։ Ինչու։ Երեք իրականում փորձ էինք անում, խոստացա, որ նրան մեր եթերից կողջունեմ, ամաչեց։ Ասես չէ, հանկարծ չանես։ Չէ, ողջունում ենք Բայց պարոն ես չէ, ողջունի, Հարությունյանին։ որ չամաչի, որ հիմա ողջունեմ Ես ողջունում, արի ողջունենք։ Դու ողջունի, ես չէ, որտեղ ես որ Ողջուն ողջունեմ պարոն ամաչի։ Հարությունյան, մենք ձեզ շատ ենք սիրում։ Տեսա լուտ, ես չեմ ասում, ինքն է ասում, Միկան, ես։ Ես էլ եմ ողջունում։ Անուշը, ես ոչ մի բան չեմ։ Դե բոլորն էլ սիրում են պարոն Հարությունյանին, ինչ անենք։ Իրան չի կարելի սիրել։ Ահա։ Վերջ անուշ։ Վերջ, այո, մենք արդեն Ես անհամբեր եմ։ անցնենք մատուցման։ Մեր ցիտրուսները դնենք մի կողմում։ Դուք նկատեցիք, չէ, որ ես այլ դանակով կտրեցի կիտրոնը, որովհետև ցիտրուսը ընդհանրապես դանակը կուրացնում է, դրա համար պետք է արագ կամ լվանալ, այո, կամ ունենալ կիտրոնի եւ նարնջի համար ընդհանրապես ունենալ մեկ դանակ, որը որ միշտ կօգտագործեք այն կտրելու համար։ Ահա։ Հրաշալի։ Հիմա մատուցում ենք, սխտորը տեսեք կարող ենք հանել։
Անհամբեր եմ։ Շուտով ընդեր ենք լինելու։ Աչքերս կլորացել են այսպես սովածությունից։ Մենք կարող ենք մի փոքր ավել լոլիկ ավելացնել այստեղ մի քիչ շատ անել, բայց արդեն ով ինչպես կցանկանա։ Չէ, լավ է, այդքան Բույրը հիասքանչ է ուղակի։ Բայց ամառը ինչ հեշտ է, չէ՞, ապրելը։ Ամրանը։ Ամռանը շատ հեշտ է ապրելը։ Գիտես, որ եղանակը շատ շոկ չլինի, մարդու սիրտ չթուլանա, շատ լավ։ Ահա, այսպես։ Ահա։ Պատրաստ է կանաչ լոբով աղցանը։ Սաստա բարբարով ասեցի Մեզ նկատի, մնում է մարդու ասել։ սիրտ չթուլանա։ Սասունցի է, ինքն էլ է սասունցի, մեր բարբարով հասկան։ Այո։ Վերջ, Վերջ, այո։ Մենք գնանք համտեսելու շնորհակալություն Համեցեք։ Անուշ։ Անուշ, իրականում անկեղծ շատ ճիշտ նշեցիր, որ շատ հասարակ բաղադրիչներ են պետք, ժամանակատար չէ, շատ արագ է ամեն ինչը պատրաստվում եւ վստահաբար շատ օգտակար։ Այո, եւ մոռացանք բալզամիկ կրեմ Ես էլ ավելացնել։ ասում Մի եմ, ինչ է փոքր, հարցնում։ մի փոքր, այսպես։ Չէ, լավ, առատ կարող ես ավելացնել։ Գեղեցկություն։ Հիասքանչ։ Մենք գնանք շուտ համտեսենք, հետո Շնորհակալություն։ ապա մենք գնանք Համեցեք։ ասենք համեղել համեղ չէ, չնայած վստահ ենք որ համեղ է լինելու, իսկ դուք այդ ընթացքում գիտեք տեսահոլովակ։